Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Շանթ Դաշին կուսակցության նախագահ, պատմական գիտությունների տեխնացու Շահեն Հարությունյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Հարությունյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը շատերի բնորոշմամբ ռեպրեսիաներ են, անհամաչափ ուժի գործադրում, այդպիսի ձևակերպումներ են հնչում, խոսքը գնում է մասնավորապես Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հետ կապված խնդիրներին եւ դրան հաջորդած, ասենք, նույն այդ առյուծի պատմությանը։ Համարում եք արդյոք, որ անհամաչափ ուժի գործադրում է եւ Հայաստանը գնում է դեպի ռեպրեսիաների ավտորիտար պետության, թե դուք համարում եք, որ ամեն ինչ ճիշտ է եւ հենց այդպես էլ պետք է լիներ։ Հայաստանը միշտ էլ ունեցել է այդ ռեպրեսիոն բնույթը, այդ ռեպրեսիոն քաղաքականությունը իշխանությունների կողմից, ուղղակի տարբեր ժամանակահատվածներում դրանք ունեցել են իրենց դրսևորումները, մեղմ դրսևորումներ, անհատական դրսևորումներ, կոշտ, մենք շատ էս մեր տասնյակ տարիների մեջ, այս 3 տասնյակների մեջ տեսել ենք, ընդհանրապես մարդկանց գնդակարել են փողոցներում սեփական իրավունքների համար դուրս գալու եւ պայքարելու համար։ Հայաստանում մարտի 8-ն եք ասում, մարտի 1-ն եք ասում, 2008 թվականի մարտի 1-ը նկատի ունեմ, մենք տեսել ենք ձերբակալություններ, հարյուրավոր քաղաքբանտարկյալներ, այսինքն այդ ռեպրեսիոն քաղաքականությունը Հայաստանի համար մշտապես նորմալ բնույթ ունեցող մի բան է, ուղղակի շատ ժամանակ փոխվում են ռեպրեսիան իրականացնողները եւ ռեպրեսիայի զոհերը, այսպես ասենք։ Իսկ ինչ որ կատարվում է Հայաստանում Սահմանադրական դատարանի որոշումից, այսինքն ընտրությունների արդյունքները վերջնական ուժի մեջ թողնելուց հետո բնական նորմալ երևույթ եմ համարում, որովհետև այս ամեն ինչը ինչի մենք ականատես ենք լինում, մենք սա զգում էինք եւ տեսնում էինք անգամ նախընտրական փուլում եւ որպես ընտրություններին մասնակից կողմ ուժ զգուշացնում էինք, որ չի կարելի այս նման հռետորաբանությամբ մասնակցել ընտրություններին։ Մենք հիշում ենք երկկողմանի խոսույթները թե իշխանության եւ թե ընդդիմության, մասնավորապես այսպես ռուսամետ իշխանության եւ ռուսամետ ընդդիմության բացահայտ, էլի այս հակամարտությունը իշխանության պահպանման եւ կամ իշխանության հասնելու։ Այս ամեն ինչը որ համադրում ենք ներկայիս հետ, ներկայ իրադարձությունների, բնական նորմալ երևույթ է, բնական է, որ այսպես պետք է լիներ։ Գագիկ Ծառուկյանին որքան դեռևս իհարկե մենք չգիտենք, չի հայտարարվել կոնկրետ ինչում է մեղադրում, բայց որքան հասկացանք տնտեսական օրինազանցության մասին է։ Ճիշտ է թեման, ոչ թե տերորիզմ։ Ես կուզենայի ձեր գնահատականը, դուք պատմական գիտությունների տեխնացու եք, պատմություն ենք նայում։ Այո, դուք ասում եք ռեպրեսիաները եղել են, բայց նաև ասում եք ռեպրեսիա գործադրողը փոխվել է։ Չի փոխվել, քանի որ պետությունն է ռեպրեսիա գործադրողը, ճիշտ է։ Պետության գլխում լինում են A, B, C մարդիկ, որոնք այսօր գործող այդ օրվա իշխանությունները։ Եկեք մի հատ նայենք, տնտեսական հանցագործ վերցնենք, ես նույնպես եմ ասում, դեռ չկա այդ ձևակերպումը, անգամ եթե տնտեսական հանցագործություն է գործել։ Անհամաչափ է թե նորմալ է ձերբակալության այդ ֆորմատը, այդ ձևը, այդ տեսարանը, որը իցույց բոլորի ներկայացվում է։ Դուք պարզապես Էլի, խնդրում եմ դիտարկեք պատմական տեսանկյունից, լավ, հայկական մշակույթը քաղաքական դիտարկենք, եթե այլ երկրներ չենք նայում։ Մենք միշտ պայքարել ենք այնպիսի երկրի համար, որտեղ մարդու իրավունքները պաշտպանվում են, անգամ այն մարդկանց իրավունքները, որոնք ենթադրյալ հանցանք են գործել։ Ենթադրյալ ինչ եմ նշում, որովհետև մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդկանց ձերբակալել են, ու անգամ ձերբակալել նման կերպ մարդու արժանապատվության, այսպես այդ խնդիրներով, էլի, ասենք, այդ պոլին պարկասնելով բանով, հետո պարզվել է, որ ոչ մի բան չկա, դատարանը ազատ է արձակել, բայց մշտապես այդ երևույթները, այդ տեսաձայնագրությունները երևացել են։ Այսինքն կապ չունի ինչպիսի հանցագործության մեջ է մարդը մեղադրվում, իմ կարծիքով, եթե չկա դիմադրություն, չկա հակադրություն, այդ մարդը ոնց որ դուրս էր գալիս, կարծես թե նորմալ ոնց որ պետք է գնար բաժին, ոնց որ ասում են, բայց այդ ամեն ինչը այդ ներկայացման, այդ բեմականացման մի մեծ մասն է։ Նպատակը։
Իշխանությունները այն ինչ որ հայտարարել են նախապես նախընտրական փուլում, ինչ որ իմաստով պետք է իր ընտրազանգվածին ներկայացնեն, որ իբրև թե իրականացնում են այդ խոստումները։ Հիշում ենք, ասում էին այս ուժերին, իհարկե ես շատ չեմ էլ ցանկանում ցիտել թիրախավորել մարդկանց, որովհետև Նիկոլ Փաշինյանի խոսքերը դրանք հենց ինքնին հանցագործության մասին խոսքեր էին, հետագայում երբ որ իշխանությունը փոխվեն, այդ մարդը իր ասածների համար պատասխանատվության վստահաբար պետք է ենթարկվի, եւ ասում էր բոմժ եմ դարձնելու մարդկանց քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին ընտրական նախընտրական փուլում ասում էր որ բոմժ եմ դարձնելու, ձերբակալելու եմ, այդ մարդը ամեն ինչ հստակորեն ասել է, ինչ է անելու այսօր, դրա համար զարմանալու կարիք չկա, ուղղակի ձևերի մասին է, որ եսի մարժեր մարդուն պարկեսնել, թե չարժեր, հիմա կարող է ինքն էլ ասի արժեր, այդ առույցների հետ կապված դեպքներ բնականաբար հիմա հա ասում են կենթանասիրական տեսանկյունից, բայց կարծեք թե առույցների հետ կապված նախընտրական փուլում էլ Գագիկ Ծառուկյանն էր ինչ-որ բան ասել Նիկոլ Փաշինյանի վերաբերել եւ դրա համար է հենց առույցների նկատմամբ նման վերաբերմունքը ինչ-որ տենց չեմ ուզում էլի այդ դաշտ մտնել, բայց հանրային մենք նախընտրական այսինքն հաշվեհարդար անձնական տիրույթում է այս հարցը այդ թվում եւ չմոռանանք նաեւ որ ճիշտ է դուք նշում եք տնտեսական մեղադրանքները, հանցագործության մեղադրանքները, բայց մարդիկ քաղաքական ուժ են ղեկավարել, այդ մարդիկ քաղաքական գործունեություն են ծավալել, ուստի չպետք է սա դիտել տնտեսական ասպեկտով, սա պետք է դիտել նաեւ քաղաքական հարցով։ Հասարակության արձագանքը ինչպես է կարծում, ինչպիսին պետք է լինի հասարակությունը տարբերակ ծափ է տալիս, ասում է շատ ճիշտ է հանցագործները պետք է պատժվեն, այո, B տարբերակ ասում են հանցագործները պետք է պատժվեն, բայց պետք է ամեն ինչ բացահայտ լինի, մենք պետք է իմանանք, իսկ միշտ ենք իմանում ենք բոլորի մասին, թե ինչ գործընթաց է եղել, ինչպես է լինում ձերբակալությունը, հետո ազատ արձակումը օրինակ։ Ցավում եմ, բայց մեր հասարակությունը իր գերակշիռ մեծամասնությամբ այլևս այդքան էլ օբյեկտիվ եւ արդար չի իր գնահատականներում թե այս հարցում եւ թե ընդհանրապես տարբեր հարցերում։ Այսինքն ինչու եք այդպես։ Այս մշտապես այս հայրս Շանթարությունը մշտապես քննադատել է, որ մենք ունենք արժե համակարգային այդ խնդիրները, որը իր հերթին բերում է նաեւ տրամաբանության խնդիրների։ Միշտ իմ մեջ մտածում էի ու փորձում էի նաեւ իմ կյանքի ընթացքում քաղաքական գործունեության ընթացքում նման օրինակ դեպքեր գտնեմ, ֆիքսեմ, որպեսզի ես էլ փորձեմ ամբողջովին ըմբռնել ու հասկանալ։ Հիմա մի այլ օրինակ վերցնենք, որով այս ասածս ավելի պարզ եւ բաց կլինի։ Ուրեմն Իսրայելի կառավարությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Հայաստանի վարչապետն ասում է, որ մենք չենք արձագանքելու, որովհետեւ մենք դեմ ենք հայոց ցեղասպանության զենքայնացման, ինչ որ նման տիպ բառ է օգտագործում, որը անգլիական այսպես տերմին է ավելի շատ։ Ինչևէ, օգտագործես բառը։ Հասարակությունը իր բավականին մեծամասնությամբ ասում է, այո, մենք չենք ուզում, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչի շահերի սրտված։ Չհասկացանք, այսինքն ես նայում եի այդ լրատվական այդ լրահոսում արկածնյութ թերակարծիքներ ու շատ բավականին հեղինակավոր ու ազդեցիկ մարդիկ, մշակութային գործիչներ, քաղաքական գործիչներ, հայտնի աստղեր, այդ թվում նաև։ Այսինքն ոնց, հայ հասարակությունը ուզում է, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը հանուն Հայաստանի շահերի ու աչք փակի իր սեփական շահերի վրա։ Այդքան տասնամյակներ շարունակ մենք ինչի համար ենք պայքարել, որ մարդիկ ի վերջո երկրները ճանաչեն, չէ՞, այո, ցեղասպանությունը։ Տրամաբանականը դա է։ Ինչ որ մի փուլում ինչից դրդված մարդիկ իրենց շահերով դրդված պետք է ճանաչեն։ Չէ, հայ հասարակությունն ասում է, մենք չենք ուզում, որ իրենց շահերով դրդված ճանաչեն։ Ասում են, մենք ուզում ենք, որ Իսրայելը, Իսպանիան, Իտալիան, մյուս երկրները, մնացած երկրները ճանաչեն հանուն Հայաստանի շահերի։ Այստեղ հասկանում ես, որ այստեղ տրամաբանության խնդիր կա։ Մենք քաղաքականության մեջ եւ անգամ մեր անձնական շահերի տեսանկյունից ունենք տրամաբանության խնդիր։ Թաց չորի չեն կարողանում տարբերել։ Փոխարենն ասենք, հա բնական process է, որ մարդը իր երկիրը իր շահերից դրդված շատ լավ գոներ իր շահերը համընկնում է, հիմա տեսնենք այլին շահեր կարող ենք համադրել եւ օգուտներ քաղել, ասում ենք, չէ, մենք դա չենք ուզում։ Սա վերցնում է մի քիչ արտաքին մի օրինակ, որը նաև զգացական իմաստով մեր համար կարևոր է, ցեղասպանության նուրբ խնդիր է, պատկերացնում եք, մեր զոհերը, այդ միլիոնուկես մարդիկ, մեր տառապանքն ու տասնյակ տարիների պայքարը, տասնամյակների պայքարը, այսպես ասենք, ինչ որ դրական հանգուցալուծման է հասնում նաև մի երկրի իմաստով, այսպես ասենք, պլյուս մեկ երկիր, որը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, մենք ասում ենք, չէ, մեզ դա պետք չի։ Ինչու պետք չի։ Ինչպես է գնահատում, բայց մենք հասարակության մասին ենք իհարկե խոսում։ Ես հասարակության համար եմ ասում, դրա համար ես ասացի, որ ես հասարակությունը այդպես էլ օբյեկտիվ եւ արդար չեմ համարում, որովհետեւ նման նուրբ թեմայի հետ կապված զուգահեռ եմ ես փորձում անցկացնել։ Եթե ցեղասպանության հետ կապված հարցում մարդիկ այդքան էլ օբյեկտիվ ու արդար չեն կարող լինել,
դա տրամաբանության խնդիր է, էլի, դա, այսինքն ոնց այս նմանատիպ հարցերում ընդհանրապես հասարակության կարծիքի վրա, ընդհանրապես արձագանքի վրա հույս դնել, չգիտեմ, մեղմ ասած չի կարելի։ Այսինքն անտարբեր է հասարակությունը, մոլորված է հասարակությունը, հասարակությանը հեշտ է մոլորեցնել։ Բոլորը միասին, այո, մենք տեսել ենք միշտ տրենդային է եղել Արցախի մասին խոսելը, Արցախը կորցրեցինք, էլ վերջ մոռացանք Արցախի մասին։ Չգիտեմ, գիտեք տրենդային ինչի եմ ասում, որովհետև ցավոք սրտի դա ոնց որ նորաբոչ լիներ Արցախի մասին խոսել, ցեղասպանության մասին խոսել։ Մեր հասարակության համար ցավոք սրտի, մեր համար, մեր ժողովրդի մեջ մեծամասնության մաս եմ ասում եւ իհարկե առանձին փոքր խմբերի այս մեծ փոքրամասնությանը չեմ էլի ասում, որոնց համար իրոք դրանք ցավակին խնդիրներ են։ Այդ հարցերը դարձել են ուղղակի քաղաքական ինչ-որ շահարկումների թեմաներ, առօրեական կենացների թեմաներ, ինչ-որ սին հպարտության, գլուխ գովալու եւ մեծախոսության թեմաներ են դրանք դարձել։ Հակառակը ինչ եք պատկերացնում։ Նույն Ծառուկյանի այս դեպքը, որը մենք որից սկսեցինք, կամ ցեղասպանության այդ Փաշինյանի պատասխանի դեպքում, դուք ինչպիսի արձագանք պետք է լիներ, որպեսզի դուք ասեիք հասարակությունը adekvat է գնահատում իրավիճակը, ներքաղաքական, արտաքին քաղաքական։ Ի սկզբանե, այդքան էլ ես այս հարցին չեմ ուզում կոնկրետ պատասխան ասել, ինչի, որովհետև մեր հասարակությունը արդեն իսկ այս տարիները, 5 տարիները ցույց են տվել, որ այդքան էլ ճիշտ չեն կողմնորոշում գնահատականներ տալու։ Երկրներում էլ հասարակությանը մոլորեցնում են, դա կոչվում է այդ այսօրվա ռոպագանդան։ Դա միշտ էլ եղել է, այսօր էլ եղել, 10 տարի, 100 տարի առաջ էլ եղել։ Տեսեք, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ մեծ խոստումներով իշխանության, որը շատ լավ էր, մարդիկ ողջունեցին, դա հասարակությունը կարծում էր, որ լավ պետք է լինի։ Մինչև 2021 թվականը Նիկոլ Փաշինյանը իր այդ երկրորդ ընտրությունը արտահերթ, ինչ խոստում տվել է գրեթե մեծամասամբ խախտելու գլխավոր խնդիրներում։ Հայ հասարակությանը ինչ որ ասվել է, այսինքն Նիկոլ Փաշինյանը 19 թվականին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մարդիկ ասում էին, այո, Արցախը Հայաստանը եւ վերջ, մեր առաջին ղեկավարն է, որը նման հայտարարություն արեց, վերջապես Արցախը կլինի հայկական։ 2021 թվականին ծանր պարտություն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ պետքա վերադարձնի Շուշին, Հադրութը, Լղիմի կարգավիճակը, ժողովուրդն ասում է, դե հայելի են շրջանները, դե որ մերը չէր։ Հիմա այս խոստում, այս հաստատ Լղիմը մերն է, Շուշին, այո, պետք է ընտրենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս խոստումները իրականացվի։ 2023 թվականին մենք տեսնում ենք, թե Արցախը ոնց են հայաթափում, որից հետո մենք տեսնում ենք, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հասարակությունը ասում է, դե իհարկե, մեծամասամբ եմ, էլի ես ասում, բոլորին իհարկե նկատի չունեմ, ծանրակշիռ այսպես խմբին եմ ասում են, դե հա էլի երբ Արցախը մեր եղել որ։ Այս տրանսֆորմացիան մարդկանց մտքերի, մարդկանց ցանկությունների գալիս է մի բանի մասին փաստելու։ Առաջին, որ կամ այս մարդիկ ընդհանրապես արժեքներ չունեն, չեն առաջնորդվում արժեքներով, սկզբունքներով եւ գաղափարներով, կամ ունեն տրամաբանական խնդիրներ, տրամաբանության հետ կապված, որ ունեն արժեքներ, բայց չեն կարողանում ճիշտ դասավորել, ճիշտ մեկնաբանել իրողությունը, բայց ըստ էության եղած իրականության մեջ ոչինչ չի փոխվում եւ դրա համար 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը նորից հաղթում է ընտրություններում։ Ի վերջո հասարակության համար այդ որ քննարկեցինք, չէ՞, ինչն էր այդ արժեքի, հասարակության համար ինչն է արժեք։ Արցախը պարզեցինք, որ արժեք չէր։ Պարզում ենք, որ ցեղասպանությունը արժեք չէր, որովհետև սրանից առաջ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը հստակ էր հայ-թուրքական հարաբերություններում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչ կար պարզ ասում էր։ Ընտրվել է, այսինքն այդ 50% մարդկանց համար, այդ 740,000 մարդկանց համար փաստացիորեն այն ինչ որ կա, բարձում ենք, որ արժեք չի։ Ինչն է մեր հասարակության համար արժեք։ Իրենք հանուն ինչի են ընտրում կամ չընտրում իշխանություններին։ Լավ, պետական այդ մարդու իրավունքներն է իրենց համար արժեք, չէ՞, տեսել ենք, որ մարդու իրավունքներն էլ Նիկոլ Փաշինյանը չի պահում այս երկրում։ Հազարոմի ռեպրեսիոն քաղաքականության ռեպրեսիաներ մենք տեսել ենք այս տարիների ընթացքում։ Լավ, ինչով են կողմնորոշվում այս մեր մարդիկ, որոնք գնում են ընտրության եւ ընտրում այս կամ այն ուժին։ Ինչն է իրանց այդ մոտիվացիան, շարժիչ ուժը։ Դուք ունեք պատասխան։ Մեծ հաշվով պատասխան որը շատ ցավոտ է եւ այդ հազարամյակների պատմական փորձի ուսումնասիրման պատասխանն է։ Պատասխան, որ մարդիկ ուղղակի ուզում են ապրել։ Կապ չունի թե ինչպես։ Ուզում են շարից փորձանքից հեռու ապրել, ուզում են ինչ-որ փոքր բարեկեցությամբ ապրել, կապ չունի որ տիրապետողի ներքո, ինչպիսի պայմաններում, գիտեք, երկար տարիներ, տասնամյակներ պայքարել ենք նրա համար, որպեսզի հասարակության մեջ կոտրվի այն կարծրատիպը,
որ առանց ռուսի հնարավոր է ապրել եւ ռուսը մեզ գաղութացրած պահում է ճիշտ է արդեն անկախության այսպես ֆորմայի մեջ բայց մենք գտնվում ենք ուղիղ ռուսական ազդեցության ներքո տասնամյակներ շարունակ մենք այս պայքարը տանում ենք այս մարգինալ ուժ ենք դառնում մարդիկ ենք անհատներով որովհետեւ հասարակությունը այսպես ասենք հալածում էր մեզ քաղաքական իմաստով ասենք որ ոնց թե ռուսը չլինի թուրքը մեզ կուտի եւ այլն ռուսը մեր փրկիչն է ռուսը մեր պապան առանց ռուսի մենք չենք կարող Հիմա հա այդ ժամանակ ինչ որ Ղարաբաղը մերն էր, Արցախը մեր վերահսկողության ներքո էր, դա վերագրում էին որպես ռուսական ազդեցության տակ լինելու արդյունք։ Հիմա տեսան որ ռուսը չի անում, ռուսը վաճառում է մեր շահերը, այս կողմեն կողմ, հիմա ասում են Թուրքիա հետ լինենք նույնը։ Ոնց որ այս դարերով, հազարամյակով եղել է։ Հայ ժողովուրդը մի կայսրության տիրապետումից անցել է մյուս կայսրության տիրապետում, բայց երբեք չի փորձել մտածել մեծամասնությամբ եմ ասում, անհատներին փոքր խմբերի նկատի չունեմ լավ ստեղծեմ իմ ինքնուրույն ազատ ու անկախ երկիրը եւ ես ինքս իմ ճակատագիրը տնօրինեմ ոչինչ ավելի լավ է մի փոքր ավելի դժվար լինի իմ պայմանները ավելի քիչ սնունդ ունենամ ավելի վատ որակ լինի բայց լինեմ անկախ լինեմ արժանապատիվ այդ ազգային արժանապատվությունը ստեր կանգնեմ բայց մի բան էլ ասեմ այս թեմային նաեւ հավելեմ որ կյանքն ու պատմությունը նորից ցույց տվեցին որ անգամ այս կամ այն տիրապետողի տակ լինելով հանդերձ դու քո անվտանգությունը չես կարողանում պահել։ Հիշենք առաջին համաշխարհային պատերազմը 300,000 մարդ կռվել է Թուրքիայի կողմից, հայ մարդ կռվել է Թուրքիայի կողմից 200,000, Օսմանյան կայսրության կողմից 200,000 մարդ էլ կռվել է ցարական Ռուսաստանի կողմից։ Հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ 350,000 մարդ միայն զոհվել է խորհրդային պետության, այսպես ասած, իրենց այդ խորհրդային հայրենիքի համար։ Այսինքն անգամ այդ պայմաններում դու քո անվտանգությունը լավ չես կարողանում ապահովել։ Էլ դառնում է որ հայ ժողովուրդը ընդհանրապես իր ապրելով կորցրել է այդ արժանապատիվ ապրելու իմաստը, անգամ անվտանգ ապրելու հնարավորությունն է ժողովուրդը ցախողել։ Փորձեմ ձևակերպել հետևյալ ձևով դուք ասում եք արժեքները փոխարինել են մոդայիկ խոսույթները տրենդ կոչեցիք դա արժեքները դա մեր այն հողն է որտեղ արմատն է արժեքների մեջ մտնում են նաև սկզբունքները, սկզբունքայնությունը եւ եթե մենք արժեքներից հողից արմատը հանում ենք ապրում ենք օրվա մոդայիկ թեմաներով դա նշանակում է դե երևի վատ օրինակ է ծաղիկը ծաղկամանում, հա այդտեղ ոչ անվտանգություն կա, ոչ ասենք արմատ հողում գտնվող բույսը ինքը տալիս է շարունակականություն, ճիշտ է, իսկ ծաղկամանում գտնվող ծաղիկը չի տալիս շարունակականություն։ Կարող է ինչ-որ մի փուլի ծաղկամանում գտնվող ծաղիկն ավելի անվտանգ լինի, որովհետև փոթորիկներից զերծ լինի։ Կարող է ավելի շատ սնուցվի ջրով, որովհետև եթե կարող է միտեղ դաշտում երաշ տնի մի քանի օր անձրև չկա ծաղիկը, բայց այնտեղ տունը ամեն օր ջրում են այդ ծաղիկը։ Կարող է այդ մի փուլում մի ասենք ծաղկի ժամանակահատվածում, այո, ճիշտ եք նկատում, որ դա կարող է լինի փոքր անվտանգ եւ ավելի լավ, բայց ճիշտ եք նկատում, որ ծաղիկը սերունդ չի կարող տոնել շարունակականությունը, դա արժեքներն են, դա այն սկզբունքներն են, որոնք պետք է լինեն։ Իսկ մեր մոտ է դրա խնդիրը կա։ Հիմա պարզ մի հարց, հայ մարդուն երբ որ հարցնես ով ես դու, չի կարողանալու պատասխանել։ Չգիտեմ, այդ ով ես դու, դա մասնագիտությանը չի վերաբերվում, դա չի վերաբերվում տղա ես թե աղջիկ ես, լավ ֆուտբոլիստ ես թե բիզնեսմեն ես թե չգիտեմ ինչ ես, դա դրան չի վերաբերվում։ Լավ, ախտորոշեցիք։ Ինչպես ենք դրա դեմ աշխատում, քանի որ դառնել է այդպիսին, ժամանակահատվածնել է այդպիսին, օրվա լուրերով են ապրում, անգամ գիրքել չեն կարդում այդ հատվածաբար, այդ TikTok-ային, ռիլզային տրամաբանությամբ է մարդը ընկալում արդեն աշխարհը եւ նորությունները։ Դա երևի ոչ միայն հայերիս է բնորոշ, սա ամբողջ աշխարհին է։ Հիմա ինչպես անենք, որպեսզի այդ վտանգավոր, դուք դա համարում եք վտանգավոր, որովհետեւ ասում եք մեր անվտանգությանը դա սպառնում է։ Օրվա հարցը մենք լուծում ենք, բայց այդ նույն օրինակը բերենք, հողի մեջ գտնվող բույսը նա սերմ է տալիս, ծառը բույսը ցանկացած ծաղիկը նա սերմ է տալիս, իսկ հողից հանածը ավանդույթ չունեցողը, սկզբունքայնություն չունեցողը չի տալիս։ Ինչ է անում հայ ժողովուրդը։ Տեսեք, մի բան նկատենք, որ ամբողջ աշխարհում այս ճգնաժամը կա, բայց այդ
ինչ որ նշեցիք էլի, դա այո համաշխարհային ինքը ճգնաժամը, որը լուծվելու է, բնականաբար այսպես երկար չի մնալու։ Բայց այն շռայլությունը, ինչ կարող են թույլ տալ ավելի հզոր, ավելի կայացած, բարեկեցիկ եւ մեծ երկրները եւ նաեւ շատ բնակչություն ունեցող ժողովուրդները, մենք դա մեզ հայերս թույլ տալ չենք կարող։ Մենք նորանկախ փոքր երկիր ենք։ Բայց թույլ ենք տվել, դուք արձանագրում եք, որ հիմա այդպես է։ Որը ի տարբերություն այլ պետությունների, մեր դեպքում եւ նման ժողովուրդների դեպքում կարող է բերել խայտարակ պարտության։ Մենք կարող ուղղակի ոչինչ անենք որպես պետություն։ Լավ, դուք ահազանգեցիք, Շահին ջան, դուք ահազանգեցիք։ Ինչ ենք անում։ Մասին։ Սա ուղղակի տարբերությունն էի ցանկանում ընդգծել այլ երկրների եւ մեր երկրների, որ սպառնալիքը մեր դեպքում շատ ավելի կրիտիկական է։ Պետությունը հստակ քաղաքականություն պետք է վարի։ Եթե պետություն նկատի ունեմ օրվա նաև իշխանությունները, որովհետև պետությունը ինքը մարմիններն են, նախարարություններն են, կառույցներն են, բայց այդ ամեն ինչը աշխատացնողը այն քաղաքական թիմերն են, որոնք գնում են իշխանության, ընտրվում են ժողովրդի կողմից, այսպես ասենք, եթե իշխանությունները կռիվ չեն տալիս դրա դեմ, չեն նպաստում, որպեսզի բարեփոխվի եւ բարելավի մեր մթնոլորտը եւ մեր միջավայրը, եւ ընդհակառակը դեռ մի հատ էլ իշխանություններն են երկրի առաջին դեմքի վարչապետի դեմքով այդ քաղաքականությունը ավելի խորացնում կամ այդ իրականությունը ավելի խորացնում, այստեղ մենք կարող է ուղղակի անդառնալ իրականություն առաջ ունենք ու ոչինչ էլ չկարողանանք անել։ Ինչքան էլ որ ես մյուսը խոսենք, բարձրաձայնենք, քանի դեռ մենք մաս չենք կազմում այդ քաղաքականությունը եւ լավ մենք չէ, մեր այս ասածը մաս չի կազմում քաղաքական մտածողության մեջ, պետական քաղաքականության մեջ։ Մենք ինչքան էլ խոսենք Միևնույն է, հնարավոր չի լինելու այս իրականությունը։ Փաշինյանը ասում է մանդատ տվեք ինձ, ես մաքրում եմ հասարակությունը, մաքրում եմ մեր իրականությունը, կոռուպցիայից եմ մաքրում, օրինազանցությունից եմ մաքրում, խոստացել եմ անում եմ։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը իրեն պահում է շարքային բլոգերի նման ամեն օր վեր կենա ինչ որ երաժշտության ու վատ երաժշտության ներքո ռիլեր նկարի ես աշխարհում նման ղեկավար չեմ տեսել աշխարհում նման ղեկավար գոյություն չունի ոչ թե որ ես չեմ տեսել նման ղեկավար նման ցինիկ պահվածքով ղեկավար մենք չենք աշխարհում չենք կարող տեսնել երկրի ղեկավարը դու պետք է ունենաս քո կեցվածքը քո խոսույթը պետք է ունենաս դու քո մոտեցումները պետք է հստակորեն տարբերվի մնացած մարդկանց մտածելու անգամ քո ճաշակը պետքա տարբերի, որտեղ դու երկիր ես ներկայացնում, քո հակուկապից սկսած, քո կեցվածքով վերջացրած, դու պետքա տարբերվես, որտեղ դու ես ներկայացնում երկիր, դու ես ղեկավար։ Դու պատկերացնում ես, օրինակ Գերմանիայում երկրի ղեկավարը պահի նրան ինչպես ոնց որ այս ղեկավարն է պահում։ Նման բան չկա։ Եվ վերջը լավ, կան քլը պատասխանատվությանը։ Որ դեպքում է որ երկրի իշխանությունները երկրի ղեկավարը հրաժարական է տալիս։ Հիմա հայ ժողովրդին այս հարցադրումը կարևոր պետք է մենք մեր մեջ ունենանք։ Կա մի դեպք, որ հայ ժողովուրդը ասի ես չեմ ուզում այս երկրի ղեկավարը մնա իշխանության։ Ընտրություններ էին, ասի։ Մենք տեսել ենք նախորդ ընտրություններ էին։ Այդ հնարավորությունը կար ասելու։ Այդ եմ էլի, այդ եմ ասում, մենք էլ ենք հարցրել բոլորս։ Հիմա նորից էս միշտ պետք է հարցանք, լավ, որ դեպքում դուք Նիկոլ Փաշինյանին չեք ընտրի Հայաստանի ղեկավար։ Որն է որ ձեր կարմիր գիծն է։ Նորից եմ կրկնում, պարզել ենք որ Արցախը չի, ցեղասպանությունը չի, պարզեցինք որ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի, որտեղ բացահայտումներ եղավ ընտրություններից առաջ, Միացյալ Թևերի կողմից, այլ քաղաքական ուժերի կողմից, անկախ լրատվամիջոցների կողմից, այդ թվում հետաքննողների կողմից, որ 2025 թվականին Հայաստանի տարածքային ամբողջականությունից նոր նվաճումներ ա եղել Ադրբեջանի կողմից, նոր նվաճումներ, որին պետությունը ոչ միայն չի արձագանքել, այլ նաև թաքցրել է հայ ժողովրդից։ Այսինքն ու դա բաց սպուտնիկային լուսանկարներով եւ վիդեոներով ցուցադրվել է այդ ամեն ինչը։ Եվ հերկվել է։ Հերկվեց ինչպես ուղղակի, ահա, իրենց անգամ, այո, հերկվեց, բայց անգամ այդ իրենց հերկումներում, ինչ որ մակերեսային հերկումներում ապացուցվեց նաեւ այդ փաստարկները, որովհետեւ այդ հերկումներից նորից փաստարկվեց, որ անգամ ձեր հրապարակած քարտեզներում այդ մասին ինչ որ մենք ասում ենք կա։ Պարզվեց, որ դա էլ չի, լավ, այդ դա հերկվել է, որ ջերմուկում 2022 թվականին Հայաստանից տարածքներից նվաճվել է, կամ Սոտքում կամ այլ հատվածներում հերկվել է, իհարկե չի հերկվել, ասում են դե ոչինչ դուրս կգան ժամանակի ընթացքում, գլխավոր շտաբի պետն ասում էր կսողացարան դուրս կգան, սա պետությունն է, թե սա ցիր կա, Պարզվեց, որ փաստորեն տարածքային ամբողջականություն հայ ժողովրդի համար կարմիր գիծ։ Լավ, ո՞րն է այդ կարմիր գիծը, որ դուք Նիկոլ Փաշինյանին չեք ընտրի Հայաստանի ղեկավար։ Խաղաղությունը։ Ինչ է խաղաղությունը։ Ասում է Նիկոլ Փաշինյանը։ 2021-ին էր ասում խաղաղություն, 2026-ին մենք տեսենք այս 5 տարիները մենք խաղաղ ենք ապրել։ Իրոք կարող է խաղաղությունը նա հասկանում է թուրքական տիրապետության ներքո։
կամ ռուս-թուրքական տիրապետություններ։ Կարող է խաղաղություն, օրինակ սովետական միության տարիներին ասում են հիմա էլ հետին թվով շատ այդպես սովետական այդ տենչանքով մարդիկ կան, ասում են կարևորը, ասում են ինչն է, էլի սովետի կողմում ասում են, կարևորը գործն ունեինք, անվտանգ ապրում էինք, խնդիր չկար, հարաբերությունները նորմալ էր, գիտեինք վաղվա օրը։ Լավ, այսինքն են որ 350,000 զոհ էին տալ երկրորդ համաշխարհային, էլ դա չեն ասում, չեն ասում, որ դա խնդիր էր։ Այն որ ռեպրեսիաներ էր, մարդկանց խալացում էին, դա չեն ասում, բայց ասում են, բան աշխատանք ունենք։ Կարող է Նիկոլ Փաշինյանի այդ պատկերացրած խաղաղությունը հենց նմանատիպ ձևով լինելու, դրսևորումով լինելու, այս կամ այնքան պետություն։ Հա, կարող է հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարի, ասի ես գնում եմ մտնեմ Ռուսաստանի որպես մարզ դառնամ, կարող է անվտանգ կամ Թուրքիայի մաս կարող է անվտանգ ապրեմ։ Բայց արդյոք ներողություն, բայց արդյոք հայ ժողովրդին դա ձեռք է տալիս։ Լուծումը ժողովրդի մեջ է, ես միենակ կամ մենք թիմով կամ մեր նման մարդիկ, այսպես տագնապող մարդիկ, հնարավոր չի որ ինչ որ կարողանան արդյունք այս պահին ունենան։ Դա բացառված է։ Խոճապ եք տարածում, խաղաղություն կա այս պահի դրությամբ։ Տեսեք, գովազդից հետո մենք այս մասին էլ խոսենք, Թուրքիայի խորհրդարանի նախագահ շատ հետաքրքիր ձևակերպում արեց, հայտարարություն արեց, ասում են խաղաղություն կա։ Ես տեսել եմ ընտրությունից անմիջապես հետո Նախիջևանում տեղի ունեցած Ադրբեջանի կողմից, նախագահի կողմից ֆինանսավորով եւ նաեւ պաշտոնյաների մասնակցությամբ մեծ գագաթնաշողով որտեղ պետական պաշտոնյաները, պատգամավորները, պարլամենտի փոխխոսնակը ներողություն հայտարարել են, որ մենք մեր առջև դրված խնդիրը այն է Ղարաբաղի վերադարձը լուծել ենք, հաջորդ խնդիրը Զանգեզուրն է, որի մասին մենք նույն կերպ աշխատանք ենք, որի համար մենք նույն կերպ աշխատելու ենք եւ տարիներից հետո հասնելու ենք այդ արդյունքին։ Մեկ այլ բանախոս, մեկ այլ պաշտոնյա նշում էր, որ հույս ունենք նաև որ մյուս անգամ հնարավորություն կունենալու հանդիպել նաև Գյոկչայում ներողություն կրկնում ադրբեջանական տերմին օգտագործելու համար նկատի ունենալով Սևանա լիճը, այս մարդիկ հստակ են իրենց նպատակադրումներում։ Դուք կարող եք կամ որևիցե մեկը կարող է ասել, որ օրինակ Ադրբեջանը կամ իր նախագահ Ալիևը մի բան ասել է, այս մեր տարածքային բաների հետ կապված ու չի արել։ Տասնյակ տարիներ ասում էր ես Ղարաբաղը վերադարձնելու եմ, այդքան ժամանակ ասում էին դա իրենց ներքին լսարանի համար ասվող երևույթ էր։ Տեսանք ինչ եղավ։ Հետագայում ասում էր ես ստանալու եմ Զանգեզուրի միջանցքը, ասում էին դա ներքին լսարանի համար է, տեսնում ենք ինչա տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում։ Թրիփի մասին եք խոսում։ Չէ, Զանգեզուրի շուրջ, Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին եմ ես խոսում։ Միայն դա թրիփի մասին չէ։ Այս թրիփը տեսնենք հələ ինչ հանգուցալուծում ունենալու թրիփի հետ կապված, դրա համար ձեռնպահ եմ այս մասով խոսելուց։ Պետք է լինի նոր հասկանանք կամ զարգացումներ պետք է լինի նոր հասկանանք։ Մենք տեսել ենք Կապանի տարածքներից, Գորիսի տարածքներից, Ջերմուկի եւ այլ Վարդենիսի հայկական տարածքներից, Հայաստանի տարածքային ամբողջականության մաս կազմող տարածքներից ադրբեջանական օկուպացիաներ եւ սրա մասին գնահատականներ չկան թե իշխանությունների եւ թե ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մենք տեսել ենք, որ Ալիևը երկար ժամանակ ասում էր տարիներ շարունակ, որ պետք է Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, սա պահանջ էր Ալիևի կողմից, Ադրբեջանի կողմից, տեսել ենք, որ այսօրվա դրությամբ հայկական իշխանությունները գնում են նաև դրան, ասում են, դա ինչ որ իրենք ասում են, դա իրենց լսարանի համար են ասում։ Մենք մեզանով ենք գնում սահմանադրության փոփոխության։ Մենք մեզանով ենք գնում անկախության հռչակագրի հրաժարումի։ Դե քեզանով էլ շուտ գնայիր։ Քեզանով էլ շուտ ես ամեն ինչ անել, թե պարտվել ես ու քեզ կապիտուլացրել են միջև վերջ ինչ պահանջեն, պետք է անես, դու էլ պետք է մնաս իշխանության, որտեվ երևի կյանքի ու մահվան խնդիր է քո համար դրված։ Բայց լավ, դու այդ ամեն ինչը անում ես քո իշխանության, անգամ քո կյանքի համար զոհում ես մեր պետությունն ու մեր հնարավոր ապագան ու հեռանկարները, նման բան իրավունք չունես անես։ Դրա համար ի սկզբանե պարտվել ես պատերազմից, պետք է հեռանաս, որպեսզի պետությունը տեղ թողես, շնչելու որ միջև վերջ, այսպես չբռնեն վզից ու սեղմեն ու ասեն, որ դու էսել պետք անես, էսել, թե չէ քո վերջը վատ կլինի։ Դե բնական է, կարճում ես իշխանությունից, պետության վերջին պետք է վատ լինի։ Դրա համար այդ որ ես ասի Նախիջևանում տեղի ունեցել միջոցառումը, դե թող հիմա ասեն, սա խաղաղության գնացող պետության գործ էլա ոչ, թե ոչ։
թե մի 5 տարի պետքա ոչ մի փամփուշտ չկրակեն, հայ հասարակությունը ասի դե հենա ապրի Նիկոլ Փաշինյանը վերջապես խաղաղության մեջ ենք, Նիկոլ Փաշինյանն էլ այդ ընթացքում ամեն ինչ զոհի, պետությունը կազմաքանդի ու թուլացնի, ասի Գագիկ Ծառուկյանին եմ ձերբակալում, իրավական չգիտեմ ինչ եմ անում, բայց մյուս կողմից ավելի բարոլիքի հասարակությանը, TikTok-ի ռիլերով հասարակությունը սնի, փոխարենը աշխարհում երկրներ կան, որտեղ արգելված է TikTok-ը, որովհետև դա ազդում է մարդկանց մտածելակերպի, տրամաբանության եւ բարոյական բաների վրա, այս մարդիկ խրախուսում են TikTok-ը։ Հա 5 տարի ապրենք խաղաղության մեջ, ոնց որ կարող է մի քանի 100 տարի ապրենք Թուրքիայի տիրապետության, Օսմանյան տիրապետության տակ, բայց ստացել ենք ցեղասպանությունը։ Ու այդպես շարունակ։ Այո, սովետական միության ժամանակ գուցե 70 տարի ապրեն, բայց 350,000 երկրորդ համաշխարհային պատերազմին զոհ են տվել, չհաշված այդ աքսորները, սպանությունները ու այդ ամեն ինչը։ Այո, կարճաժամկետ մտածող ազգերը երբեք ապագա չեն կարող ունենալ։ Կարճամետրաժ, երբ որ դու մտածում ես միայն քո մասին ու չես մտածում գալիք սերունդներ, անգամ քո երեխաների ու թորների մասին չմտածող ժողովուրդ ենք մենք։ Այսօր այդ վիճակն է։ Այո, այսօր այդ վիճակն է։ Գովազդ ենք հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ սիրելի բարեկամներ, այնուհետև կվերադառնանք տաղավար եւ կտեսնենք թե ինչ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի նախագահ անապետական հերոստալիքին տված հայտարարության մեջ անդրադարձել է Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Գովազդ է եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ես գովազից առաջ մեջբերեցի այսպես Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքը,
նա պետական հերոստալիքին տված հարցազրույցում ասել է հետևյալը. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը արդեն հասել է որոշակի փուլի։ Սա դրեցինք մի կողմ, այսինքն այստեղ մեզ շատ հետաքրքրում էր թե ընտրությունների արդյունքները եւ մեզ չէր այդքան հետաքրքրում, ինչքան Ադրբեջանը եւ Թուրքիան էին հետևում, մենք բոլորս գիտեինք այդ մասին, նրանք հետևում էին թե ինչպիսի արդյունքներով է ավարտվելու ընտրությունները։ Այժմ հասկացանք, որ process-ը շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը արդեն հասել է որոշակի փուլի եւ շարունակում է։ Աստված տա, որ այստեղ եւս Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ ձևավորեն միասնական կենտրոն, միասնական ուժ։ Ինչ մենք մինչ այժմ չենք պատկերացնում, որ մենք կարող ենք դիտարկվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ մեկտեղ ինչ որ միասնական կենտրոնում։ Ինչ նպատակներ են հետապնդում Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված։ Սա ասացության գոտների բաժանման նորագույն տերմինաբանություններից մեկն է, որովհետև մեր տարածաշրջանը Սանդրկովկասյան կոչված տարածաշրջանը մշտապես եղել է հակամարտող ուժերի կամ կայսրությունների հենց մեջտեղում գտնվող հերթական այդ կռվախնձոր տարածաշրջանը եւ մեր այս Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Սանդրկովկասյան տարածաշրջանը միշտ էլ եղել է այս կամ այն պետության, այսպես ազգայնության գոտին։ Եղել է Պարսկա-թուրքական հակամարտության գոտի։ Հետագայում ռուսները Պարսկաստանից տարել են, եղել է ռուս-թուրքական հակամարտության գոտի ու մշտապես Ռուսաստանը իր ազդեցությունը ունեցել է այս տարածաշրջանի վրա։ Բնական եմ համարում այս հայտարարությունը, որտեղ Թուրքիան ձգտում է ունենալով մեծ արտաքին աշխարհում ազդեցություններ, ճիշտ կառուցված հարաբերություններ եւ որի շնորհիվ կարողացել է արդեն ոտք մեկնել նման կերպով Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ Ռուսաստանի թուլացումն է տեղի ունենում եւ մենք անձն աչքով դա տեսնում ենք։ Ես այդ հայտարարությունը համարում եմ որպես տարածաշրջանի համար ազդեցության գոտու հաստատման հերթական քայլերից մեկը։ Թուրքիան է։ Այո։ Եվ այստեղ գիտեք խնդիրը որն է։ Միշտ մեզ ասում էին ռուսը չլինի արևմուտքը Թուրքիայի տեսքով է լինելու։ Բայց դա ունի շատ խաբուսիկ այսպես երևույթ իր մեջ, որովհետև երբ որ Հայաստանը ուղղակի նստեր ու սպասեր, թե ով պետք է հաղթի, այդ ժամանակ Հայաստանին այո, բարիչներ հասնելու հենց Թուրքիան։ Եթե Հայաստանը որպես պետություն քայլեր չի ձեռնարկում, որպեսզի ասի գիտեք ինչ կա, ես ոչ ռուսին եմ ուզում, ոչ թուրքին եմ ուզում, ես այլ կերպ եմ ցանկանում տեսնել իմ հեռանկարը, իմ պետության հեռանկարը, այդ դեպքում շատ ավելի բարդ կլիներ թե Թուրքիայի համար եւ թե Ռուսաստանի համար եւ շատ ավելի լավ եւ նպաստավոր կլինեն պայմանները Հայաստանի համար։ Տեսեք, Հայաստանը Ռուսաստանից պոկվելու, այսպես կոչված պոկվելու, ես չեմ հավատում դրան, Հայաստանը Ռուսաստանից չի պոկվում։ Քաղաքականությունը այսպես ինքը հակադրվում էր բանից ռուսական ագրեսիայի հետ, ներողություն, թուրքական ագրեսիայի հետ։ Ասում են թե մենք ռուսներից պոկվենք, թուրքերը գալու են։ Հայաստանում այս գործընթացը այլ կերպ է տեղի ունենում։ Մի կողմից այդպես մոլորեցնում են ժողովրդին, մյուս կողմից հենց այդպիսով իրականացնում են այդ ամեն ինչը։ Չեն թողնում, որ հայ ժողովուրդը իր որոշումների մեջ ասի ժողովուրդ չեմ ուզում ոչ ռուսին էլ, ոչ թուրքին էլ, այլ ճանապարհ եմ ես ուզում, այլ դաշնակիցներ եմ ես ուզում։ Օրինակ Ֆրանսիային եմ ուզում որպես արտաքին անվտանգային դաշնակից կամ այլ պետությանն եմ ուզում։ Չէ, ուղղակի Հայաստանի իշխանությունները անընդհատ մեզ պահում են ռուսական ազդեցության ներքո, ոչ մի կերպ այլ բան չեն իրականացնում, ռեալ քայլերի մասին եմ խոսում, այդ հայտարարությունների մասին նկատի չունեմ, եւ բնական է Թուրքիան էլ ստանալով արևմտյան աջակցությունը, նատոական աջակցությունը, նորմալ եմ համարում, պետք է կռիվ տա այս տարածաշրջանի համար։ Այսինքն մենք միջևերջ պետք է մնանք փլատակների ներքո, հետո գան ու ինչ պետք է ասեն, չէ, մենք Թուրքին չենք ուզում, Թուրքին չէիք ուզում, դուք ինքներդ ձեր քաղաքականությունը վարեիք։ Այսքան գաղութային մտածելակերպ չունենայիք։ Եվ դրա համար շատ նորմալ եմ համարում, որ թուրքերը նման հայտարարություններ պետք է իրականացնեն։ Մարդիկ կռիվ են տալիս այս տարածաշրջանի համար։ Այս տարածաշրջանում ապրող մարդիկ եւ ժողովուրդները, այս պետությունները պետք է մտածեն, ինչ է արդյոք դա իրենց հեռանկարում դուր գալիս է, թե դուր չի գալիս։ Ադրբեջանի համար բնականաբար դուր է գալու։ Վրաստանի հետ կապված։ Ուրեմն 2019 թվականին ես Վրաստանում մասնակցել եմ հանդիպում եմ ունեցել իրենց արտաքին գործերի փոխնախարարների հետ, այդպես միջոցառում էր երիտասարդական, եւ ես հարց եմ իրենց ուղղել կոնկրետ մի փոխնախարարին,
Եվ հարցս իհարկե Բաթումի հետ կապված էր, ես հարցրեցի, որ շատ են էլի Հայաստանում ասում, որ Բաթումը լրիվ թուրքանում է, այս ինչ գործընթաց է տեղի ունենում, բայց դուք չէ որ ձեր պետությունը, ձեր սահմանները, ձեր տարածքները, այդ մարդը ուղիղ պատասխան այդ միջոցառման ժամանակ ինձ չտվեց։ Բայց այնպես էր ոնց որ պատասխանը, որ չգիտեմ ինչի ինձ ներքին բան իրավունք վերապահեցի արդեն ավարտից հետո մոտենամ եւ իրեն հարց ըղեմ։ Եվ հարցի ասեցի դուք չեք պատասխանում, բայց խնդրում եմ, թե ունեք հնարավորություն այս անմիջական այսպես առանձին զրույցի ժամանակ դուք պատասխանեք։ Դուք չեք մտածում, որ Թուրքիան սպառնալիք է ձեր համար։ Այդ մարդը գիտեք ինչ պատասխանեց, ասեց մենք դուրս ենք եկել միջուկային պետության դեմ պայքարելու։ Ռուսաստանի նկատի ունելով։ Մենք Ռուսաստանի դեմ պայքարել ենք համ մեր անկախության, մեր ինքնիշխանության, որովհետև ռուսները թույլ չէին տալիս մենք մեր ուզածով մեր պետությունը կառուցենք։ Այդ պարագայում մենք պետք է գտնենք այլ դաշնակից։ Եվ այս դեպքում մենք դիտարկել ենք Թուրքիային որպես հակակշիռ ուժ, որ ասում եմ ես հասկանում եմ, որ դուք հայ եք եւ ունեք խնդիրներ Թուրքիայի հետ։ Մենք այդ խնդիրները այդպես չունենք ցեղասպանության եւ բանից զգացական, դրա համար մենք որպես ալտերնատիվ ուժ կարող ենք դիտարկել Թուրքիային։ Ասում եմ հնարավոր չի որ դու քո պետության մասին մտածես մի պետության դեմ կռիվ տաս, այլ միջուկային պետության դեմ կռիվ տաս եւ չփորձես այլ ընտրանքներ գտնել իդեմս Վրաստանի դեպքում Թուրքիայի։ Բայց ասում եմ ես հասկանում եմ որ դուք խնդիր ունեք, այլ հարցեր ունեք Թուրքիայի հետ, բայց ասես մի բան լավ է, դու իմացի եւ թող բոլորը իմանան, որովհետեւ մենք համարձակվել ենք դուրս գալ մեր անկախության եւ ազատության համար կռվենք միջուկային պետության դեմ, բոլոր պետությունների դեմ էլ, այդ թվում նաեւ հենց Թուրքիայի դեմ էլ, մենք կռվենք երբ որ զգանք մեր շահերը չի համապատասխանում այդ պետության հետ։ Ուզում եմ ասել, որ Վրաստանն էլ ինչ որ մի կերպ նաեւ այդ հերանեկարում գուցե իրեն գտնի, որովհետև ինչ որ ծրագրեր ունեն, դա իրենց է վերաբերվում։ Հիմա մենք Հայաստանը, հայ ժողովուրդը եւ Հայաստանը պետք է հասկանա, իրեն այդ հերանեկարը դուր գալիս է, թե դուր չի գալիս։ Կարծես թե հայ ժողովուրդը իր ընտրությամբ ասում է, ինձ դուր է գալի իր մեծամասնությամբ։ Թուրքիայի հետ միասնական ինչ-որ կենտրոն ասում են, հա, այսինքն այդ միասնական կենտրոնը դա ազատության վերցնելու խնդիրն է։ Ինչ է նշանակում միասնական կենտրոն։ Սա պետություն է, Ադրբեջանը պետություն է, Թուրքիան պետություն է։ Այսինքն այս պետությունները ունեն անկախության կարգավիճակներ եւ այստեղ երկու տարբերակ կա։ Կամ Թուրքիան ասում է, որ պետք է համ Ադրբեջանը, համ Հայաստանը մտնի իմ կազմի մեջ որպես ասենք օրինակ ոնց որ Ռայկոմի քարտուղարները ոնց էին նշանակվում, տենց էլ իրենց սանջակների քարտուղարներ օրինակ։ Դե Ալիևը օրինակ չի մտել, Ադրբեջանը չի մտած Թուրքիայի մեջ։ Չէ, ես ասում եմ, որպես պետություն, այսպես իրեն դիրքավորել է եւ համարում է առանձին պետություն։ Ենթադրվում է այդ միասնական կենտրոնը կամ դա, որ պետք է մտնեք իմ կազմի մեջ եւ միասնականորեն ղեկավարենք, օրինակ դուք լինեք իմ մարզպետները, կամ չգիտեմ, փոխնախագահներ նշանակեմ երկու հատ, կամ դա է, կամ էլ այնա ինչ որ նոր ասում եմ, ազդեցության գոտու խնդիրը, որ օրինակ Հայաստանը ոնց որ եղել է Ռուսաստանի հետ, տենց էլ գնալ լինի Թուրքիայի հետ։ Այդտեղ հարց, դուք երբ որ ամենաառաջին հարցին պատասխանում եք, խոսում ենք արդյունքների մասին ընտրությունների, դուք այսպես ասեցիք եւ իշխանությունները եւ ընդդիմությունը երկուսն էլ պրոռուսական ուժեր են։ Այո, դուք այդպես ասեցիք, եւ իշխանությունները եւ ընդդիմությունը պրոռուսական ուժեր են։ Այդ դեպքում եթե ունենք Հայաստանը ունի պրոռուսական ամբողջությամբ պրոռուսական խորհրդարան ըստ ձեզ, ինչպես է այս Թուրքիայի նպատակը իրագործվում եւ Հայաստանը կարծես թե եւ Նիկոլ Փաշինյանը կարծես թե դեմ չէ այս նմանատիպ հայտարարություններին։ Սա Ռուսաստանի դերևս թույլատրելիության սահմանում տեղի ունեցող գործընթացներ են, սա մի կողմից, եւ մյուս կողմից եկեք փաստենք, որ Ռուսաստանը տանուլ է տալիս ամբողջ աշխարհում։ Եվ ես չեմ ուզում, որ Ռուսաստանի տանուլ տալը Հայաստանում մեր տարածաշրջանում դրսևորվի նրանով, որ պետք է հանգնենք թուրքական տիրապետության տակ։ Թե որ ես ուզում եմ, որ ռուսները տանուլ տան ու Հայաստանից գնան, այդ մնացած տեղերը իրենց գործն է ինչ ուզում են անեն։ Դա քննարկելի երևույթ է, ու ես պայքարել եմ, որ Ռուսաստանը բանանի վերացնի այդ մենք դուրս գանք այդ ռուսական տիրապետության տակից, այդ ազդեցությունից։ Ռուսաստանը վերացնի։ Ես պայքարել եմ, որպեսզի Ռուսաստանը կորցնի այդ ազդեցությունը Հայաստանում, հա, կորցնի ազդեցությունը, եւ դրա համար պայքարել եմ եւ միշտ էլ պայքարելու եմ, բայց իմ նպատակը դա ինքնատիպ նրա համար չի, որ ռուսները գնան, թուրքերը գան։
Ես ուզում եմ, որ Հայաստանը անկախ երկիր լինի այս կամ այն ազդեցություններից դուրս։ Բնականաբար ես չեմ մերժում, որ մենք պետք է ունենանք արտաքին քաղաքական գործընկերներ, դաշնակիցներ լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկներում, դա չեմ բացառում եւ կարծում եմ, որ դա պետք է լինի։ Աշխարհը այդպիսի դասավորվածություն ունի, ինչ որ մի կերպ դու պետք է գտնես քեզ այդ աշխարհում, բայց ես չեմ ուզում հիմա էլ մենք ռուսից բրցնելով գնանք Թուրքիայի տիրապետության տակ։ Եվրոմիության ծրագրերը ինչպիսին են, ֆոն դեր Լայեններ այստեղ հիշում ենք, հիմա օգնում են իրենք ոնց որ թե մեր այդ նույն ծիրանը վերցնենք որպես ներողություն, այդպես թեմա, հա, ամբողջական ամբողջի մի նմուշ։ Եվրոմիության նպատակները որքանով են իրատեսական կամ որքանով կարելի ասել, որ Եվրոմիությունը ունի իր ռազմավարությունը Հայաստանի հետ կապված, ոչ թե դա զուտ դեկլարատիվ հայտարարություններ են։ Յուրաքանչյուր թե պետություն, թե միավորում ունի իր շահերը, ինչպես նաև Եվրամիությունը։ Այդ մարդիկ իրանց պայքարն են տանում, այդ պայքարի դրսևորումները նաև մենք տեսնում ենք Հայաստանում։ Բայց դա չի նշանակում, որ դա վերաբերվում է Հայաստանին։ Հիմա նորից այն ամենակարևոր հարցին, որ Հայաստանի իշխանությունները ինչքան իրենց հռչակել են դեպի արևմուտք գնացող ռուսներից հեռացող, Հայաստանի իշխանությունը ոչ մի ռեալ քայլ չեն իրականացրել, որով մենք կարող ենք ասել, որ հեսա օրինակ ռուսական ազդեցությունը թուլացել է։ Եվ ի վերջո, այս իշխանությունների օրոք չէր, որ Սիրիա զորք ուղարկվեց Հայաստանի կողմից։ Նախորդ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոնք ռուսամետ էին, ու անքննարկելի ռուսամետ էին, ասում են, մենք զորք չենք ուղարկելու Սիրիա։ Այս մարդիկ ուղարկեցին։ Չէ, մի րոպե մոռացնենք, որ այս իշխանությունների օրոք եղավ այդ համաձայնությունը ամերիկյան լաբորատորիաներում ռուսական մուտքը հայկական Հայաստանում։ Չէ, մոռացնենք, որ 2022 թվականին հենց Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Ղազախստանում հապկ զորքեր ուղարկելուն եւ այնտեղ ներքին այդ ցնցումները կամ այդ հեղափոխական process-ները ոչինչ չի փոխվել, ոչ մի ջուր չի հոսացել։ Ինչքան էլ ջրեր միշտ էլ հոսել են։ Շատ ջրեր են հոսել եւ անգամ Արունը հոսել Լեռնային Ղարաբաղում Հայաստանը ոչ մի բան շարենթա կարակա ռուսական զորքը Արուն հեղվելուց հետո չէր որ գնաց մտավ Ղարաբաղ, Արցախ։ Սպասիբի էին ասում, չգիտեմ ինչեր էին ասում ռուսներին։ Այդպես շարունակ։ Հետո Նիկոլ Փաշինյանը այդ որ ասում են Պարահայում գնաց ճանաչեց։ Նիկոլ Փաշինյանը հենց Պուտինի դեմքին էլ ասեց։ Ասեց, ես այդ ամեն ինչը համաձայնեցրել եմ ձեր հետ, խոսել եմ միշտ էլ տեղակ եղել դուք այդ բանակցություններից, դուք եք ճանաչել այդ ամեն ինչը նախ եւ առաջ, ասեց։ Դա տենց չլիներ, Պուտինը կասել էս ինչ ես խոսում են էլ աշխարհի առաջ։ Դա տենց չլիներ, այդ եթեր չէր հեռարձակվի այդ հատվածները, կտրեին կհանեին, թե Պուտինը չէր կարա տենց բանաներ։ Այն ինչ որ կա, տենց էլ ասեց այդ մարդը։ Բալանսավորված քաղաքականություն։ Ինչ բալանսավորված քաղաքականություն։ Ես նայել եմ, գիտեք այդ ոնց է, ասում են թե Պուտինը Նիկոլի հետ խնդիրներ ունի, հա չի շնորհավորել։ Այն վաղտ ասում էին Նիկոլը չգնաց դիմավորելու օդանավակայանում, դրա համար sense վարվեց Ռուսաստանը, հիմա էլ ասում են հենա չի շնորհավորում։ Չհասկացան, կանչելա վարչապետի հետ հանդիպան։ Այդ ոնց է լինում, օրինակ Սաակաշվիլին Ռուսների դեմ է գնում, պատերազմ է լինում, Զելենսկին Ռուսների դեմ է գնում, պատերազմ է լինում, Մոլդովայում պատերազմ է լինում, թշնամի են ճանաչում, չեն ընդունում այդ մարդկանց ղեկավարներին։ Դե մեզ էլ են թշնամի, չէ՞ ուզում ճանաչել, ոնց որ ասում են, դուք Եվրոմիության հետ եք, Եվրոմիությունը մեր թշնամին է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ միջոցառմանը հայտարարել եւ Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Ոչ մի քայլ չի անում։ Հայաստանը ոչ մի բանից դուրս չի եկել, ոչ ԵԱՏՄ-ից, ոչ ՀԱՊԿ-ից, ոչ ԱՊՀ-ից, ոչ մի ինտեգրացիոն կառույցից այս պետությունը դուրս չի եկել, ուղղակի հայտարարություններն ասում են, գիտեք ոնց, այնպես չի, որ այդ խոսույթն էլ պետքա դու կարողանաս պետական շահերից դրդված անես։ Մի բան է ուզում ասի մի պետության հանդեպ, այնց ասում որ խայտարակ ես լինում ամբողջ աշխարհը, որ քո պետության ղեկավարը այտենց լեքսիկոնով Ձեզ կհակադրվենք, ասեն դուք ասում եք պրոռուսական, բայց գուցե դուք ճիշտ չեք ձևակերպում, պետք է ասեք ոչ հակառուսական իշխանությունները Հայաստանի։ Հայաստանի Իշխանությունները ոչ թե պրոռուսական են, պարզապես հակառուսական չեն։ Հակառուսական, նորից եմ ասում, ոչ մի էական փոփոխություն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մենք չենք տեսել։ Այդ դեպքում նորից վերադառնանք Թուրքիայի այս նպատակներին, ինչպես եք պատկերացնում Ռուսաստանի ծիրում գտնվող Հայաստանը, Հայաստանի մասին Թուրքիան ասում է նա Ադրբեջանի եւ ինձ հետ, Թուրքիայի հետ միասնական կենտրոն, միասնական ուժ ենք մենք մեզ պատկերացնում։ Մինչև 2 տարի առաջ Սիրիան համարում է ռուսներին իրենց փրկիչը։
Մենք տեսանք, թե ոնց թուրքերը մտան, գրավեցին, ռուսներն սուս գլուխները կախ ու դուրս եկան։ Ու շատ ամոթաբար դուրս եկան, որովհետև սիրիացիները, ներողություն, թուրքերը եւ տեղի կռվողները ընդդեմ այդ ռուսական զորքերի, ուղղակի քարերով հարվածում էին ռուսական հեռացող ավտոմետ ռազմական շարացումներին, ռուսները ոչինչ էլ չէին անում։ Մենք դա տեսել ենք։ Նույն իրավիճակը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես մեր երկրում։ Հայաստանը քայլեր չի իրականացնում նորմալ բալանսավորելու կամ անգամ դուրս գալ ռուսական ծիրից։ Հայաստանը շարունակում է խաղալ այն ինչ որ անում է Ռուսաստանը, թելադրում է Ռուսաստանը, եւ մենք ժողովրդով նստած սպասում ենք, թե երբ պետք է ռուսները պարտվեն, թուրքերը գան ու տեր կանգնեն։ Չէ, այդ ամեն ինչին մենք պետքա դեմ գնանք, մենք պետքա որպես ժողովուրդ որոշենք ու գիտակցենք ինչպիսի սպառնալիքներ մեր առջև կարող են ել։ Նորից գանք այն կարևոր հարցին, այսպես երկու հարցն է էլի կարևոր։ Որն է այն կարմիր գիծը հայ ժողովրդի համար, որ այլևս պետք է ասի Նիկոլ Փաշինյանն ես չեմ ուզում տեսնել իմ երկրի ղեկավար։ Եվ երկրորդ խնդիրը, արդյոք Նիկոլ Փաշինյանի ասած քաղաքականությունը ինձ ձեռք է տալիս նել Թուրքիայի հետ նման այդ միավորված կենտրոնին, ոնց որ իրենք հայտարարում են։ Ի վերջո մենք տեսանք, սա էլ ասեմ եւ ամփոփենք, վերջին 4 տարում Մեծ Բրիտանիան 4 վարչապետ է փոխել եւ հրաժարական տվել։ Լավ, այդ երկրները ուրեմն այդքան միամիտ են, այդ ղեկավարները կամ իշխող թիմերը միամիտ են կամ հիմար են, որ այդպես արագ հրաժարական են տալիս։ Չէ, մի բան ձախողում են, հրաժարական են տալիս։ Հենց նույն Մեծ Բրիտանիայում չէր, որ կորոնավիրուսը ուղղակի տապալեցին ճիշտ կազմակերպումը, հրաժարական տվեց, ասաց ես ձախողել եմ, լավ, ինչ պետք է անի էլ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հայ ժողովուրդը օգտասի գնա, չեմ ուզում որ դու լինես այդ ինչ, օրինակ Սերժ Սարգսյանի դեպքում հստակ էր, Քոչարյանի դեպքում կամ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում հստակ ինչ որ ասում էին, այս դեպքում մենք ունենք ինչ որ վերջնական սահմանակից, որ դրանից ընկնելուց հետո էլ կասենք լավ, այսքանից դու էլ վсё։ Ձեր հարցը մնաց այսպես ռետորական։ Որովհետև այդ հարցի պատասխանը ինքս էլ չունեմ մեր ժողովրդի համար, որն է այդ սահմանակիցը, որից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Վերադառնանք այս ընդհանրը ձևակերպմանը, արժեքների փոխարեն մոդայիկ խոսույթներով ենք զբաղված արժեքներին։ Վերադառնանք, գտնենք, վերգտնենք մեր արժեքները։ Դա գեղեցիկ խոսքեր չեն, երևի դա անհրաժեշտ է։ Մենք օրվա կենցաղով ենք ապրում, մենք մտածում ենք մեր բարեկեցության մասին, միայն փաստորեն մեզ այդ այսօր հետաքրքրում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Շանթ Դաշին կուսակցության նախագահ պատմական գիտությունների տեխնացու Շահեն Հարությունյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։